Մի հատ fake կա, չգիտեմ ինչ վարդապետ անունով։ Բոլոր լրատվականներին ուղարկում է աշխարհի ամենահիմար ստերը։ Ես մի քանի հատ նամակ ստանալուց հետո բլոկեցի դրան։ Մտածում էի, որ ՔՊ-ի կամ հենց Նիկոլի fake-ն է, որովհետև այդպիսի աբսուրդ բաներ մենակ ինքն է հորինում։ Բայց դու մի ասա, որ այդ fake-ը ստեղծվել է որպես եկեղեցու դեմ գործիք, որ հարմար ժամանակ քննչականը գործեր հարուցի։ Այսինքն իրավաբանությունը 0 է։ Հերիք է մի հատ fake կամ fake-անման մի բան սարքու, միտեղ մի բան դուրս տա, դա արդեն հերիք է քննիչին, որ միջնորդություն արդեն ներկայացնի հայ առաքելական եկեղեցու arczepiskopos-ին կալանավորելու համար։ Բարոյականը դեռ մի կողմ եմ դնում։ Այդ մարդիկ ամեն օր են ցույց տալիս, որ այդ տեսակ հատկությունները իրենց համար արժեք չունեն, բայց մասնագիտական, փաստական հիմքերին էլ չեն նայում։ Դա էլ կարևոր չէ։ Կարևորը հրանգին համապատասխան գործելն է։ Իհարկե իրենց այնքան են վարկաբեկել, որ անհնար է որևէ մեկին կարողանան իրենք վարկաբեկել։ Ավելին, իրենք են վարկաբեկվում ամեն անգամ։ Արշակ Սրբազանը հաստատ հիմա իր կշիռը բարձրացրեց ավելի։ Բոլորը հասկացան, որ այն ինչ ի սկզբանե արվում էր իր նկատմամբ, հենց կեղծիք էր, այնպես ինչպես խուլիգանի գրպանը պլան գցելու հեքիաթ է։ Այն ինչ անում է իշխանությունը հենց հիբրիդային պատերազմն է, եւ օրերս էլ Եվրամիությունը հայտարարեց $12 միլիոն տրամադրելու մասին հիբրիդային պատերազմի դեմ պայքարելու ձևակերպումներով։ Երևի նկատի են ունեցել հենց հիբրիդային պատերազմ մղելու համար։